Հրապարակը գրում է. Կիրակի օրը դեկտեմբերի 7-ին Գյումրու Սուրբ Յոթվերք եկեղեցում կմասնակցեմ Սուրբ եւ անմահ պատարագին։ Երեկ ազդարարեց Փաշինյանը։ Մեկ օր առաջ էլ ասել էր, որ պատարագների գնում է մի պայմանով, որ այնտեղ վեհափառի անունը չհնչի։ Իսկ այդ հարցը լուծելուն լծվել է ԱԱԾ։ Շիրակի թեմուն 24 քահանա է ծառայություն մատուցում։ Թերթը տեղեկացել է, որ նրանցից ոչ մեկը չի համաձայնել բղծել եկեղեցական արարողակարգը։ Ուստի հնարավոր է, որ Փաշինյանն իր պատարագիչին հետը տանի Գյումրի։ Յոթվերք եկեղեցու հոգևոր հովիվ Հուսիկ քահանա Գրիգորյանը երեկ թերթին ասել է, որ դեռ պետք է քննարկեն Շիրակի թեմուն որևէ հոգևորական չի համաձայնել զեղչել վեհափառ տիրոջ եւ թեմի առաջնորդի անունը։ Ինչ վերաբերում է իրենց թույլ չտալուն եւ դրսից բերված հոգևորական բերելուն, ասել է. տարբեր ժամանակներում եղել են եպիսկոպոսներ, քահանաներ, որոնք ցանկություն են ունեցել ոչ իրենց թեմի տարածքում գտնվող եկեղեցում պատարագ մատուցել, բայց այդ դեպքում առաջնորդից թույլտվություն պետք է ստանան, այսինքն Միքայել Սրբազանը պետք է թույլ տա։ Քահանան ասել է, որքանով ինձ է հայտնի, նման թույլտվություն չկա։ Եթե ինձ բռնի հանեն եկեղեցուց, նշանակում է բռնազավթելու նպատակ կա։ Դա քրեական հոդված է եւ պատասխանատվություն է ենթադրում։ Ժողովրդի լավատեղյակ աղբյուրները փոխանցել են, որ իշխանությունները նպատակ ունեն տապալել կաթողիկոսի հրավիրած եպիսկոպոսած ժողովը։ Իշխանությունը պետք է ամեն բան անի, որպեսզի այդ ժողովն իրականություն չդառնա։ Ինչպես հայտնի է, այսօր երեկոյան կաթողիկոսը վերադառնում է Մարսելից ու չի բացառվում, որ հենց օդանավակայանում իրավապահները կաթողիկոսին մեկուսացնեն։ Հրապարակը գրում է. Եկեղեցու եւ բարձրաստիճան հոգևորականների դեմ իշխանության տերորն անգամ Նիկոլ Փաշինյանի երբեմնի թիմակից Մոլերանդ աթեիստ Հովիկ Աղազարյանին է տարել սրբազանների դուռը։ Սրբազաններին այցելած մեկը երեկ թերթին պատմել է, որ Աղազարյանն էր իրենցից առաջ այցելել երկու սրբազաններին ԱԱԾ պատվալում։ Ընդ որում սա առաջին այցը չէ։ Նախկինում քանիցս այցելել է Միքայել Սրբազանին, իսկ երեք եւ Միքայել եւ Բաքրատ Սրբազաններին։ Թերթը հիշեցնում է, որ երբ դեռ Աղազարյանը ԿՊԱ-ական էր, ակտիվորեն քննադատում էր սրբազան շարժումը։ Այժմ փաստորեն իր աջակցությունն է հայտնում իշխանության կողմից հալածվող հոգևորականներին։ Թերթի աղբյուրը պատմել է նաեւ, որ երեք սրբազանների հանդիպումը տեղի չի ունեցել նրանց գծում։ Պատգամավորներն իրավունք ունեն կալանավորվածների կեցության պայմաններին ծանոթանալ, ուստի նրանց ուղեկցում են խուց։ Երեք տեսակցությունները կայացել են առանձնացված սենյակում, քանի որ Աշակ սրբազանին տեղափոխել են սրբազանների խուց, իսկ նրան զրկել են տեսակցություններից։ Հրապարակը գրում է. տևական քննարկումներից հետո ՔՊ-ում կարծես նախնական որոշում է կայացվել, թե ինչպես է ձևավորվելու 2026 թվականի նախընտրական ցուցակը։ Թերթը գրել էր, որ Փաշինյանը շատ կուզենար միանձնյագրել ցուցակը, բայց ռիսկի չի գնում, հասկանալով, որ հետո որոշ առանցքային դեմքերի պետք է բացատրի, թե ում ինչու է այդ հորիզոնականում գրել։ Իսկ քանի որ հիմա ՔՊ-ում խմբավորումներ ու թևեր կան, ապա արդյունքում կարող է իր դեմ բունտ ծագել։ Ուստի փորձում է կուսակտիվին կամաց հանգեցնել այն մտքին, որ նրանք իրեն խնդրեն կազմել ցուցակը։ Բայց հինգշաբթի նախաձեռնող խմբի նիստում մեծամասնության տեսակետը եղել է այն, որ ցուցակը պետք է ընտրի արտահերթ համաժողովը, այսինքն 1000-ից ավելի պատվիրակները։ Փաստը գրում է, երբ ոչ մեկ անգամ փորձագետները նշում էին, թե առաջիկա ընտրություններում Արևմուտքը եւ Փաշինյանը ուզում են Հայաստանը տանել այսպես կոչված Մոլդովայի օրինակով, թվում էր, թե մի փոքր չափազանցնում են։ Պարզվում է ոչ։ Ավելին, դրա մասին արդեն բացահայտ է հայտարարվում։ Օրինակ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Մայա Կալլասի կողմից։ Մասնավորապես Փաշինյանի կառավարությանը 15 միլիոն եվրո հատկացնելու մասին հայտնելով, նա օրերս շեշտել է, որ Հայաստանը լուրջ հիբրիդային մարտահրավերների առջև է կանգնած։ Ռուսաստանը արդեն իսկ սրում է ապատեղեկատվական արշավները Հայաստանի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Հրապարակը գրում է. Նիկոլ Փաշինյանի դասընկեր նրա ամուսնության խավոր վարչապետի որոշմամբ 2021 թվականի ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը հոկտեմբերի 26-ին Իջևանից 100-ավոր կիլոմետրեր անցնելով հասել էր Արագածոտնի մարզի Օհանավան գյուղ, որպիսի Հովհանավանքում ներկա գտնվեր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կարգալույծ եղած քահանա Տեր Արամի Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագին։ Իր հետ նաև մի խումբ իջևանցի էր տարել, որ աջակցեն եկեղեցին ասպատակելու գործում։ Իջևանի հավատացյալ բնակիչները թերթին ասել են, որ իրենք կիրակի օրերը Հայկ Ղալումյանին երբևէ Իջևան քաղաքի կամ Տավուշի մարզի այլ եկեղեցիներում պատարագի մասնակցելուց չեն տեսել։ Մարզպետ Հայկ Ղալումյանին թերթը տեղեկատվական հարցում է արել 2025 թվականին քանի անգամ, երբ, որ օրը Տավուշի մարզի որ եկեղեցում, որ քահանայի ձեռամբ մատուցված պատարագին է ինքը ներկա գտնվել։ Մարզպետի աշխատակազմից հայտնել են. տեղեկացնում եմ, որ տեղեկատվության ազատության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի
օրենքի 8-րդ հոդվածի 2-3 մասի համաձայն անձնական տվյալները հրապարակման ենթակա չեն։ Թե երբ վանից է պատարագին մասնակցելը կամ չմասնակցելը համարվում անձնական տվյալ, թերթին անհասկանալի է, բայց պատասխանից պարզ է դարձել, որ իջևանցիները ճիշտ են ասել։ Մարզպետն իր ղեկավարած մարզում պատարագների չի մասնակցում։